այլ գործառույթային պարտականությունների կատարման պայմանավորված նիստ հետաձգելու վերաբերյալ ընդունելի չէ իմ համար, հատկապես հաշվի առնելով, որ ուսումնի բարեթող դատական նիստերը նախապես են համաձայնեցվում և կարծում եմ, որ որևէ ներկայացված պատճառաբանությունները նիստ հետաձգելու առումով ընդունելի չպետք է դառնային, բայց ինչ վերաբերում է պարոն Օհանյանի չներկայանալուն, ապա եթե արքայական աշխատունակության թերթիկ կարծում եմ պատճառը պետք է հարգելի համարվի և անվիսկ դա զրոյացնում է պարոն Մերժոյանի միջնորդությունը դատական նիստի հետաձգելու վերաբերյալ, որտեղ մեղադրելի չներկայանալը արդեն իսկ դատական նիստի հետաձգելու Շատ լավ, մենք պարոն Օրբելյանից ևս դիմում ունենք հասցեագրված, բայց այդ կարծիքները հայտնենք, եթե ոչ դատարանից։ Նկատի ունելով, որ պարոն Օրբելյանը միակ պաշտպանը չէ մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, դա դատական նիստի հետաձգելու հիմք չէ կարող հանդիսանալ, մյուս կապակցությամբ որևէ դիտարկում չունի։ Ինչ տակ պատվացում դատարան։ Քննարկվող հարցերի կապված, Պատվարժան դատարան առաջին հերթին կարծում եմ, իհարկե միգուցե դրա վերաբերյալ առանձին նշում չկար, բայց կարծում եմ պարոն Օհանյանի առողջական վիճակի վերաբերյալ հանգամանքի հարգելի կամ ոչ լինելու վերաբերյալ, կարծում եմ ճիշտ կլիներ պահպանելով բժշկական գաղտնիքը որոշակի իմաստով անդրադարձ կատարեինք։ Ես հասկանում եմ, որ դատարանի, այսպես ասած, պարտականությունը պոզիտիվ դրա նկատմամբ ծագում է, եթե դրա վերաբերյալ ուղիղ հիշատակում կա, հավանաբար ենթադրում եմ երևի թե չկար, բայց բոլոր դեպքերում կարծում եմ դրա վերաբերյալ կարող էինք նաև այլ պայմաններում քննարկում ունենանք, եթե դրա անհրաժեշտությունը դատարանը տեսնում։ Առողջական վիճակի վերաբերյալ բոլոր դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության կարելի ասել պատմականորեն նաև առավել քան մեծ վաստակ ունեցող անձի վերաբերյալ նշված որոշակի իմաստով հարգանքի հանգամանքը պահպանելը բոլորիցս ոչ մեծ պարտականություն կենթադրեր։ Կարծում եմ ինքնին դատական նիստի հետ կապված առավել քան հարգելի է պատճառը, բայց եթե կա անհրաժեշտություն դրա վերաբերյալ ավելի մանրամասն քննարկելու կարող ենք նշվածը այլ ձևաչափով իրականացնել, իհարկե իմ հարգելի գործընկերը կամ դատավարական հակառակորդը այն եզրույթը, որը օգտագործեց, որը այս անգամ նիստերի քարտուղարը չէր օգտագործել, նաև դատարանը առանձին դրան անդրադարձ չկատարեց, բայց բոլոր դեպքերում նաև շատ հակիրճ ուղղակի ուզում եմ նշել, մեր դիրքորոշումը չի փոփոխվել դատավարական կարգավիճակ մեղադրյալի վերաբերյալ, որը կարծում եմ նաև նախորդիվ ներկայացրած մեր իրավական հիմնավորումները դատարանին եւ դատավարության մասնակիցներին չծանրաբեռնելու համար կրկին չեմ ներկայացնի, բայց առնվազն մենք այդ մեր դիրքորոշումը պնդում ենք, որովհետեւ առանց քրեական օրենսգրքի որևէ հոդվածի չի կարող լինել անձը որպես մեղադիր։ Այսքան ներ պատվարժան դատարանը։ Շատ լավ, բավարար արդեն վերջի մասին դատարանը չի անդրադառնա, դրա հետ կապված հանգամանալից քննարկումներ մենք նախորդին ինչ վերաբերում է բժշկական գաղտնիքի հետ կապված, դատարանը նախորդ դատական նիստի, եթե կհիշեք, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առկա չեն նշում բժշկական գաղտնիքի հետ կապված։ Հիմա եթե հաջորդիվ պարոն Մերժոյանը նորից է գնում, նորից չի հիշատակում, ուստի յուրաքանչյուր անգամ իր պաշտպանյանը ի վերջո ինքը պետք է այդ մասով օգտատարություն ցուցաբերի, եթե կա նման գաղտնիք հիշատակի, առավել ևս որ նախորդի դատարան այդ մասին ընդգծում կատարել է։ Մենք յուրաքանչյուր անգամ ուշադրություն հրավիրել կամ այստեղ մենք խնդիր չունենք, ով է ավելի շատ հարգում, ով է առավել չափ հարգում, կարծում եմ այդ մասով տեղի չէր ձեր դատարանը չէր վերաբերում։ Դե ամեն դեպքում դատարանն է այդ մասին հայտարարում, թե ինչ բժշկական միջամտության կամ առողջական խնդիրներով պայմանավորված։ Ամեն դեպքում պարոն Օհանյանին կրկին հարցում ենք մաղթում, իսկ պարոն Մերժոյանի հետ կապված մենք հաջորդիվ որոշակի պարզաբանումներ իրենից ստանանք, թե երբ է իրեն հայտնի եղել այդ հանգամանքը այս հանձնաժողովի անդամ լինելու, այսինքն մեր նախորդ դատական նիստից հետո, թե առաջ պարոն Օրբելյանի բացակայությունները հաշվի առնելով, որ պարոն Քոչարյանը երկու պաշտպան ունի, մասով դատարանը Անձնական բնույթի հարցով է պատվարժան դատարանը։ Դատարանը է ստացվել նաև Ամեն Գևորգյանից ստեղծության միջնորդություն, քննարկվող հարցի հետ կապված, խնդրեմ։ Այո, քննարկվող հարցերի հետ կապված, նաև այլ բազմաթիվ հարցերի հետ կապված
տրմփակ դատական նիստ գումարել, որի ընթացքում մենք պատճառաբանենք ինչու տրմփակ դատական նիստում պետք է քննարկել։ Շատ լավ, այսինքն ներկայացված միջնորդությունը դատարանը չհրապարակի, թողնենք տրմփակ դատական նիստում։ Շատ բարի, այս բանից դատարանը տրմփակ դատական նիստի անցնելու որոշման քննարկման հետ կապված հարգելի լրագրողներին եւ դավիճում գտնվող մյուս անձանց շատ հարցեր